Սպասված ակցիայի ձյան համակարգից։ Փոխարինեք ձեր 5 նոր առավել ժամանակակից եւ խնայող կաթսայով։ Մանրամասները easyrsystem.am Ազգային ժողովը այսօր կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել, պատգամավորները պետք է քննարկեն նաև Հայաստանի էլեկտրական ցանցերի ազգայնացման հարցը։ Միևնույն ժամանակ Տաշիր ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն իր ընտանիքի անդամների հետ միասին պաշտոնական ծանոթում է ուղարկել Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին ներդրումային վեճի վերաբերյալ։ Պետությունը լավ կառավարիչ չէ, աշխարհում 200 երկրից միայն 2 երկիր է, որ ազգայնացրել են էլեկտրական ցանցերը, այս մասին նշել է ՀԵՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին Նարեկ Կարապետյանը, ով նաև ՀԵՑ տնօրենների խորհրդի նախագահն է, պնդելով, որ ՀԵՑ-ի ազգայնացումը չի բերելու համակարգի ավելի արդյունավետ կառավարմանը։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, ուղիղ եթերում մեկնարկում ենք կարևոր թեմաների քննարկումը։ Եվ այսպես օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ազգայնացման, պետականացման իր մտադրության մասին, կոշտ քննադատության ենթարկելով ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին։ Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը պետք է ազգայնացվի, դա տեղի կունենա արագ։ Իմ հանձնարարականն է ՀԵՑ-ի բոլոր աշխատակիցներին բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից հետո բարեխղճությունը հաշվի կառնվի, գրել է վարչապետը։ Ավելի ուշ վարչապետը նաև հայտարարեց, որ իր մարզային այցերի ժամանակ անընդհատ բնակիչները բողոքում են հոսանքի անջատումներից եւ իր կարծիքով սա հաճախ միտումնավոր է արվում, որպեսզի ժողովրդին տրամադրեն կառավարության դեմ։ Այսօր Հայաստանի ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել։ Ի թիվս այլ հարցերի պատգամավորները պետք է քննարկեն նաեւ Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության ազգայնացման հարցը, ավելի ճիշտ դրա համար օրենսդրական հիմք պատրաստող մեծ փաթեթը։ Հիշեցնեմ, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը երկրի ռազմավարական ենթակառուցվածքներից մեկն է, որը 2015-ին ձեռք է բերել Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի Տաշիր ընկերությունների խումբը ռուսական Ինտերրաո ընկերությունից։ Միևնույն ժամանակ երեկ հայտնի է դարձել, որ Տաշիր ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն իր ընտանիքի անդամների հետ միասին պաշտոնական ծանոթում է ուղարկել Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին ներդրումային վեճի վերաբերյալ։ Ծանոթումը հիմնված է Հայաստանի եւ Կիպրոսի հանրապետությունների միջև 1995 թվականի հունվարի 18-ին ստորագրված ներդրումների խթանման եւ պաշտպանության համաձայնագրի վրա։ Այդ համաձայնագիրը ներդրողներին հնարավորություն է տալիս դիմել միջազգային արբիտրաժ պետության կողմից իրենց իրավունքների խախտման դեպքում։ Նման գործընթացները բացասական ազդեցություն են ունենում երկրի ներդրումային գրավչության վրա։ Նշվում է, որ ներդրումային վեճի մասին ծանոթումը նախազգուշացնող բնույթ է կրում։ Դրանում բաժնետերերը պնդում են, որ Հայաստանի պաշտոնյաների գործողությունները կամայական են, խտրական, քաղաքական դրդապատճառներով եւ ուղղված են ՀԵՑ-ի միջոցով Կարապետյանների ընտանիքին սեփականությունից զրկելուն։ Բաժնետերերի խոսքով այս գործողությունները խախտում են 1995-ին Հայաստանի եւ Կիպրոսի միջև կնքված համաձայնագրով ստանձնած մի շարք պարտավորություններ, որոնք պետությունը պետք է կատարի։ Առաջին հերթին Հայաստանի պետական պաշտոնյաները արդար եւ հավասար վերաբերմունք, ինչպես նաեւ լիարժեք պաշտպանություն եւ անվտանգություն Կարապետյանների ընտանիքի եւ նրանց ներդրումների համար Հայաստանում չեն ապահովել։ Երկրորդ համաձայնագրի խախտմամբ Հայաստանի պետական մարմինները ձեռնարկում են քայլեր ՀԵՑ-ի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ, ինչը հավասարազոր է ներդրումների բռնագրավման։ Եթե պատկան մարմինները շարունակեն խախտել համաձայնագրով եւ միջազգային իրավունքով իրենց ստանձնած պարտավորությունները, Հայաստանը առերեսվելու է միջազգային վարույթի եւ դրա արդյունքում ամբողջ փոխհատուցում վճարելու պարտավորության հետ։ Խնդրի հետ կապված օրերս ուշագրավ դիտարկում է արել նաեւ Ամերիկա կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։ Նա այդ կապակցությամբ նշել է. նախ եւ առաջ պետք է ընդունել, որ այս մեխանիզմը գոյություն ունի եւ կիրառվում է նույնիսկ աշխարհի զարգացած շուկայական տնտեսություններում։ Այնուամենայնիվ այն մնում է ծայրահեղ միջոց, որը սովորաբար նախատեսված է այն իրավիճակների համար, երբ քաղաքականության իրականացման բոլոր մյուս ուղիները սպառվել են։ Սա հատկապես
հատկապես արդիական է մենաշնորհային հանրային ծառայություններ մատուցող ենթակառուցվածքային ընկերությունների դեպքում։ Նման սցենարներում կառավարությունը ունի բիզնես գործընթացի բոլոր ասպեկտները կարգավորելու կարողություն, սկսած գնագոյացումից եւ ծառայության որակից մինչեւ մատակարարի հաշվետվողականություն, թափանցիկություն եւ ֆինանսական բացահայտումների ճշգրտություն։ Համապատասխան օրենսդրական շրջանակի դեպքում, ինչպես սահմանված է Հայաստանում, կառավարությունը կարող է արդյունավետորեն վերահսկել ենթակառուցվածքների կառավարումը, կարգավորելով սակագները, սահմանելով ստանդարտներ, կիրառելով որակի վերահսկողություն ու ապահովելով թափանցիկություն։ Նման պայմաններում ազգայնացմանը անցնելը խիստ ռիսկային քայլ է, որը կարող է խաթարել ներդրումների վստահությունը եւ հանգեցնել թանկարժեք միջազգային վեճերի։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արմատական միջոցառումների փորձերը հաճախ հանգեցնում են երկարատև դատական վեճերի ու զգալի ֆինանսական կորուստների։ Օրինակ 2012 թվականին Վենեսուելան ազգայնացրեց ExxonMobil եւ ConocoPhillips խոշոր նավթային ընկերությունները։ Հետևաբար միջազգային արբիտրաժային դատարանները պարտավորեցրին երկրին վճարել 100 միլիոնավոր դոլարների փոխհատուցում, ինչը բացասաբար ազդեց ազգային ներդրումային միջավայրի վրա։ Բոլիվիայում 2008-ին կառավարությունը ազգայնացրեց գազի ոլորտը, ինչը հանգեցրեց բազմաթիվ դատական հայցերի եւ օտարերկրյա ներդրողների վստահության անկման։ Միջազգային դատարանները միլիոնավոր դոլարների փոխհատուցում շնորհեցին։ Արգենտինայում 2014-ին ազգայնացումը եւ պարտքի վերակառուցումը հանգեցրին զգալի դատական գործընթացների եւ ներդրողների վստահության կորստի։ Ինչ հետևանքներ կարող են ունենալ մեզ համար։ Այս օրինակները հստակ ցույց են տալիս, որ ազգայնացման որոշումներին պետք է մոտենալ ծայրահեղ զգուշությամբ։ Նման գործողությունները կարող են ունենալ երկարաժամկետ ռազմավարական հետևանքներ, ներառյալ զգալի ֆինանսական ծախսեր ու ներդրումային միջավայրի վատթարացում։ Շատ դեպքերում ավելի խելամիտ եւ անվտանգ է կիրառել կարգավորող գործիքներ, օրենսդրական միջոցառումներ, սակագնային կարգավորում, որակի չափանիշներ, թափանցիկ ընթացակարգեր եւ անկախ կարգավորող մարմիններ։ Ինչ է առաջարկում նա։ Նման որոշումներ կայացնելուց առաջ խորհրդարանը պետք է անցկացնի դրանց տնտեսական ազդեցության ու հնարավոր օգուտների համապարփակ վերլուծություն։ Կարևոր է ներգրավել օտարերկրյա փորձագետների ու մասնագիտական խորհրդատուների երկրի ապագա զարգացումը վտանգող սխալներից խուսափելու համար։ Նման միջոցառումների շտապողականությունը առանց մանրակրկիտ քննարկման կարող է հանգեցնել աղետալի հետևանքների։ Եվ այժմ կզրուցեմ տնտեսագետ տվյալ.com հարթակի հիմնադիր Աղասիթ Թավադյանի հետ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Թավադյան, ես նշեցի, որ ազգային ժողովը արտահերթ նստաշրջան է գումարել, օրակարգում նաև հեծի ազգայնացման հարցը պետք է քննարկեն, օրենսդրական հիմքեր եւ այլն, հա։ Սկսենք սրա տնտեսական նշանակությունից, հա։ Հիմնական պատճառը այն է, որ լավ չի աշխատում հեծը, քաղաքացիները բողոքում են, պարբերաբար հոսանքազրկումներ, մարդկանց գույքն է տուժում, մեկի տնտեսական ֆինանսական հնարավորություններն են տուժում դրանից ու այսպես շարունակ։ Ինչ տնտեսական էֆեկտներ, ազդեցություններ կարող է ունենալ էլեկտրական ցանցերի ազգայնացումը։ Ուրեմն, այստեղ հարցը նրանում է, որ ինչպես դուք նշեցիք, վերջին ժամանակում շատ որոշումները կատարվում են հապճեպ։ Ու այստեղ կարևորը չի որոշումը, ոնց ասենք որոշումը հենց, այն ինչպես է կատարվում, ինչ ժամանակահատվածում է կատարվում, որտեղ շատ լավ նախագծեր են եղել, որոնք ի սկզբանե լավ նպատակ են արձանագրել Հայաստանի Հանրապետությունում, բայց քանի որ դրանք կատարվել են հապճեպ, բացասական հետևանքներ են բերել, ինչպես դուք նշեցիք, նույնն էլ կարող է սա լինել, որտեղ սա ճիշտ է, ունի տնտեսական շահեր, բայց քանի որ քաղաքական ու արագացված կարգով է կատարվում հիմնական քաղաքական նպատակներով, տնտեսական կարող է բացասական կարող է ազդեցություն ունենալ։ Ուրեմն նշեմ, որ անջատումների մասին, անջատումները իհարկե շատ են եղել, ու բողոքների տեղեկ կա, որտեղ միայն 2024 թվականի ընթացքում առաջի կիսամյակը մոտ 1500 անջատում է եղել, ենթադրաբար տարվա ընթացքում 2000-2500 անջատում կարող է եղած լինել 2024 թվականի ընթացքում, եւ մենք տեսանք, որ դրանից հետո արդեն 2025 թվականին ու ասեմ, որ անջատումները հատկապես եղել են ունեցել կենտրոն համայնքում եւ Կոմիտասում մոտ 500 եղել են կենտրոնում, մոտ 500-ը 1/3-ը Կոմիտասում եւ մենք տեսանք, որ վերջին տարվա ընթացքում բավականին սկսել է արդիականացվել ցանցը, այսինքն մենք տեսանք, որ բավականին ճանապարհները փորվել են, հատկապես կենտրոնում Կոմիտասում նույնպես լարերը փոփոխվել են, որոշակի դրական արձագանք կա այդտեղ։ Սակայն նշեմ, որ այստեղ ոչ այնքան այս պահին մենք հեծի սեփականաշնորհման մասին պիտի մտածենք, այլ ապագայի մասին պիտի մտածենք, թե այս ամենը ինչ կարող է բերել եւ ապագան ինչ է մեզ բերելու։ Նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես էներգետիկ ռեսուրսները շատ թանկ են
Ինչ նկատի ունեմ, եթե համեմատենք բենզինի գինը Հայաստանի Հանրապետությունում, մեր տարածաշրջանում ամենաթանկն է։ Դե հասկանալ դա ունի ինչպես քաղաքական, այլև աշխարհագրական պատճառներ, որովհետև Ռուսաստանից բենզինը հասնել Հայաստանի Հանրապետություն բավականին թանկ է։ Նույնը վերաբերվում է էլեկտրաէներգիային։ Էլեկտրաէներգիան տարածաշրջանում ամենաթանկն է Հայաստանի Հանրապետությունում եւ համեմատած Վրաստանի եւ Ադրբեջանի մենք ամենաքիչ էլեկտրաէներգիան ենք արտադրում, որը շատ խոցելի է ու եթե մենք խոսում ենք տնտեսական անվտանգության մասին եւ պետության ապագայի մասին, ապագայում տնտեսությունը, պետությունը գոյություն ունենալու է թե չէ, մենք չպիտի մտածենք այս պահին հնայի, գնաճի եւ այլ տվյալ ցուցանիշների մասին, այս ամենը ընդհանրապես աղմուկ է։ Երկու ցուցանիշ կա, որոնք հիմնականում կանխատեսում են ապագան պետության։ Առաջինը դա ժողովրդագրությունն է, թե ինչքան ենք երեխա ունենում այս պահին, որովհետև այս պահին եթե երեխա չլինի, չլինի ապագա հասարակություն։ Սրա մասին առաջին հերթին պիտի մոտենք, այստեղ մենք կաղում ենք, եւ երկրորդը դա էներգետիկ անվտանգությունն է, այսինքն ապագայում ինչքան էլեկտրաէներգիա մենք կարող ենք արտադրել, որը արտադրական հզորությունները մեր կարող են ապահովել։ Այստեղ էլ ենք մենք կախում, որովհետև քանի որ Հայաստանի Հանրապետությունում բենզինը ամենաթանկն է, շատերն ասում են էլեկտրաէներգիայի ջեռուցմամբ, էլեկտրաէներգիայի տաքացմամբ, ինչպես նաև էլեկտրական մեքենաներին։ Ու սրանում պիտի շատ խորհել, որովհետև այս բանին ոչ թե հեծի մասին պիտի մենք մտածենք, այլ ցանցի արդիականացման։ Ինչ նկատի ունեմ ես, որովհետև եթե ասենք կամաց շատանում են եւ էլեկտրական մեքենաները եւ սա էքսպոնենտալ աճի պես է շատանալու, այսինքն այս պահին 2 տարի առաջ ընդհանրապես գրեթե էլեկտրական մեքենա չկային, այս պահին մոտ 5% էլեկտրական է մեքենաների եւ այս տենդենսը արագորեն շատանում է։ Մենք կարող ենք տեսնել, որ 5 տարում, 6 տարում էլեկտրական մեքենաների երկրորդային շուկայի եւ այլն այնքան էժանացված լինեն, որ մեր շուկայի 50%-ը գրեթե էլեկտրական մեր շուկայի 50%-ը էլեկտրական մեքենաներ ունենա, ինչպես նաև էլեկտրական ջերուցումը բավականին մեծանալու է ժամանակի ընթացքում, այլթել մենք տեսնում ենք շուկայում էլեկտրական ջերուցման համակարգեր, որոնք կամաց տարածվում են, իրենց գինը արդեն համեմատելի է գազի հետ ջերուցման եւ երկարաժամկետ ընթացքում կարող է եւ ավելի էժան տալ, ինչպես նայում ենք, տեսնում ենք արևային պանելներին։ Սա ինչ է նշանակում, որ այս պահին ինչ էլեկտրաէներգիա մենք արտադրում եւ սպառում ենք, կարող է 5 տարվա ընթացքում պահանջարկը 2-3 անգամ աճել ու չբավարարել։ Սա կարող է ընդհանրապես կոլապսի բերել մեր ընդհանուր համակարգը, եւ որտեղ մենք կարող ենք տեսնել ոչ թե ասենք 1-2 անջատում, այլ ընթացքում շատ մեծ քանակությամբ անջատումներ եւ սրա մասին պետք է խորհել եւ մտածել եւ պետք է հասկանալ, որ այն համակարգը, որ մենք ունենք, ես սա զուտ նկատի չունեմ, թե ում է պատկանում համակարգը մեր մոտ այսօր։ Այն համակարգը, որ մենք ունենք, հիմնականում սովետից եկած համակարգն է, որը կներեք, բայց եթե մենք անցնում ենք կատարում մի էլեկտրաէներգիայի ցնցում, մյուս էներգիա, օրինակի համար ամառվա 1-2 ամսվա ընթացքում ատոմային էլեկտրակայանը չի աշխատում։ Այդ ընթացքում հրազդանի շլյուզերը բացում են, որպեսզի հավելյալ էլեկտրաէներգիա արտադրվի, ջեկերով ապահովեն էլեկտրաէներգիա ապահովում։ Այդ ընթացքում մեր այդ շլյուզերը բացողները քանի սովետական մի հատ խաչակնքվում են, նոր են բացում, որպեսզի արտարոց իրավիճակներ չլինեն։ Այդպես հին համակարգ է, հիմա այստեղ համակարգը, որ այսքան հին է, եւ պահանջարկը, քանի որ օրեցօր մեծանալու է, խնդիրները փոփոխվել են, որովհետեւ այս բանի խնդիրները այլ են։ Այս բանի Հայաստանի Հանրապետությունում արտադրող էլեկտրականության մոտ 10-11, նույնիսկ 12% արդեն արևայինից է գալիս, 5 տարի առաջ 0 էր այդ տոկոսը, եւ տենդենս կա, որ 2 տարում այդ տոկոսը դառնա նույնիսկ 20%, եւ մեր համակարգը, որ այս պահին դրված է, չի կարող դա մարսել, չի կարող ապահովել արևային էլեկտրաէներգիայի նորմալ սնուցումը։ Սա ինչ է նշանակում, որ պետք է արդիականացնել այս պահին ամբողջ համակարգը, որը մեծածավալ ներդրումներ են պահանջում։ Հիմա այս պահին հարցը նրանում չէ, թե ում է պատկանում հեկը, որտեղ կարող է Կարապետյանին պատկանալ, կարող է ազգայնացվել, սա չէ հարցը։ Եթե նույնիսկ ազգայնացվի, հետագայում նույնպես նես խնդիրներ կարող ենք ունենալ, որտեղ մի պահ խնդիր է առաջանալու այդ ամբողջ համակարգը արդիականացնելու եւ հեծը
ընդհանրապես ամբողջ ցանցը պատկանելու է նրան, ով այդ արդիականացումը կատարի։ Այսինքն կարող է Հայաստանի Հանրապետությունը գա միլիոնավոր, միլիարդավոր դոլարներ ներդնի, կարող է Ռուսաստանը գա ներդնի, կարող է այլ պետություն գա ներդնի։ Հիմա այս պահին էական չի, հեծը ում է պատկանում, ազգայնացվում է թե ոչ։ 2 տարի հետո պահանջարկ է լինելու ավելի շատ էլեկտրաէներգիայի, Ռուսաստանը գալու է, ասել է էժան ներդրումները կատարել եմ ու նորից, ասպես ասած, ռուսական կոնտրոլի տակ է դա գտնվելու։ Ինչ եք համոզված։ Սա ես համոզված չեմ, ես սա հիպոթետիկ օրինակ եմ բերում, որ կարող է այսպիսի սցենար լինել։ Հասկանալի է, այսինքն այս պահին էական չի, հեծ ում է պատկանում, սա պարզապես փոքր կռիվ է այս պահին, որը, ասենք, խաթարում է ընդհանուր պետության իմիջը եւ ներդրման գրավչությունը, որտեղ ճիշտ է, կարող է բարի նպատակով է կատարվում, բայց սակայն քանի որ հապճեպ է արվում, ինչպես շատ բաներ, ինչպես կատարվել Հայաստանի տնտեսության բանը, ընդհանրի համար հենց եկամուտների հայտարարումը, որը ասենք դրվեց, բարի նպատակ ունի, բայց քանի որ հստակ եւ իրան մերժ է մեսեջի կառավարության կողմից տրվող եւ հստակ չէ, ոչ մեկ չի հայտարարում իր եկամուտները եւ տարվա վերջ այնպեսի բանի ենք հանգելու, որ ոչ մեկ պետության 80% կարող է հայտարարված չլինել եւ ջրի սա գնա եւ հասկանալի չի սա ինչի համար լինել հեկը եւ սա ազգայնացումը սա շատ արագ է անում, հապճեպ է արվում, սա կարող է բերել ասենք բացասական ազդակների եւ ներդրումների գրավչության պակասի, ինչպես արևմուտքից, այնպես է Ռուսաստանից, իսկ ես որպես ասենք գործիչ, որը քաղաքականության մեջ փորձում է շատ չխառնվել, փորձում է օբյեկտիվորեն բոլոր հնարավորություններ Հայաստանի Հանրապետության գնահատել թե Ռուսաստանից եկող, թե արևմուտքից եկող, որովհետև Ռուսաստանից էլ մենք կարող ենք շահեր ունենալ, Պարսկաստանից էլ մենք կարող ենք այդ ամեն ինչը պիտի հստակ գնահատել, այնպես չէ, որ ամեն ինչին չէ պիտի ասենք, գնահատող, պետք է հասկանալ, որ այս ամենը կարող է բերել ներդրումային գրավչության եւ վստահության պակասի Հայաստանի Հանրապետությանը, որովհետև ասենք այս պահին կա խոսքի խնդիր Հայաստանում, որովհետև այս հապճեպ որոշումների իրականացումը բերելու է նրան, որ այնպիսի տպավորություն է ստեղծելու, որ այսօր մի բան է ասվում, վաղ ուրիշ բան է ասվում, վաղը չէ միսօր ուրիշ բան է արվում եւ վստահության պակաս է լինելու նույնիսկ ներդրումային դաշտում, սա պիտի հաշվի առնենք։ Այսինքն մենք ոչ թե պիտի մտածենք այդ ամեն ինչը, այսպես ասած, հապճեպորեն վերցնելու կամ ազգայնացնելու մասին, այլ հասկանանք, որ հետագայում բավականին մեծ ներդրումներ է պետք անել այդ ամեն ինչը արդիականացնելու համար, որովհետև էլեկտրաէներգիայի պահանջարկը 5 տարում կարող է նույնիսկ գրեթե 2 անգամ աճել եւ հասկանալ, որ սա պետք է կատարվի ոչ թե հապճեպ, այլ կամաց ստրատեգիական քայլերով, նույնիսկ կարող չարզգայնացնենք, պարզապես հասկանանք, որ այդտեղ ներդրումներ են պահանջվում, ներդրումներ գրավենք եւ ներդրումների կառավարումով հասնենք նրան, որ մենք կառավարում ենք ամբողջությամբ հեծը։ Շատ լավ, հենց այդ կառավարման իմաստով, հա, շատ է նաև խոսում, որ պետությունը չկարող լինել լավ կառավարիչ եւ այլն եւ իրավիճակը առանձնապես չէ փոխվելու ազգայնացումից հետո, այսինքն եթե չարդիականացվի, կապ չունի, հիմա ազգայնացվածը թե մասնավոր է, շարունակելու է աշխատել այս ձևով։ Այսինքն այն պատճառաբանությունը, որ մենք բերում ենք, թե ինչու պետք է ազգայնացվի, այդ եթե մենք չարդիականացնենք ցանցը, այդ պատճառները լինելու են էլի։ Այո, պիտի ազգայնացվի, պիտի կներեք, արդիականացվի ցանցը, առաջին ազգայնացվի, այ արդիականացվի, որտեղ այսպես թե այնպես արդիականացման պահանջը հասունանալու է եւ այստեղ արդեն էական չինելու, հեծը ում է պատկանալու 2-3 տարի հետո, լինի դա Կարապետյանը, լինի դա եթե ազգայնացած դեպքում, ասենք, կառավարությունը։ Սեստենես պահանջը լինելու է եւ արդեն ներդրումների պահանջը լինելու միլիարդավոր դոլարների այդ ամբողջ ենթակառուցվածքները արդիականացնելու, իսկ իրականում
էլեկտրաէներգիայի արտադրությունը եթե հաշվի չառնենք այդ ահավոր ենթակառուցվածքները, կոպեկներ են, հենց էլեկտրաէներգիայի արտադրություն, հատկապես ատոմակայանի եւ ջեկերի էլեկտրաէներգիան։ Ստեղ հիմնական ծախսը գնում է ամբողջական ցանցի մեջ, ամբողջական ցանցի արդիականացման մեջ եւ այդ ցանցը պիտի արդիականացվի։ Հիմա ով է կրելու այդ արդիականացման ծախսերը ապագայում։ Նրան էլ պատկանելու է Հայաստանի Հանրապետության ընդհանուր էլեկտրաէներգիական ցանցեր ազգային։ Սա է խնդիրը։ Տեսեք, մենք իհարկե խոսում ենք դրա տնտեսական, հա, առավելությունների, խնդիրների մասին եւ այլն, բայց այստեղ կա գուցե նաեւ sense գուցե կա քաղաքական բաղադրիչ, հա, ինչ իմաստով 2002 թվականին էր, որ $37 միլիոն վաճառվեց այն տարեկան մոտ $250 միլիոն շահույթ, հա, հետապնդող այս ցանցերը, էլեկտրական ցանցերը, եւ դա տեղի ունեցավ գույք պարտքի դիմաց գործարքի շրջանակում իբ թիվս այլ ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներ, այդ թվում Հրազդանի ջերմաէլեկտրականը անցավ Ռուսաստանին, հա, որ ստորագրեց Սերժ Սարգսյանը։ Գուցե նաև այս տրամաբանության մեջ է պետք հարցին դիտարկել։ Այստեղ իհարկե կա քաղաքական բաղադրիչ, իհարկե կա, եւ իրականում, այսպես ասած, վարակույրի հետևը մեր ազգային էլեկտրական ցանցերի համար մեծ պայքար է գնում մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից կոլեկտիվ արևմուտքի, հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Եվ այստեղ երկուսն էլ, այսպես ասած, տարբեր լուծումներ առաջարկելով մեկը մյուսի հետ պայքարի մեջ են։ Սա իհարկե առկա է։ Եվ այս հարցում կա քաղաքական բաղադրիչ այստեղ, որովհետև երկուսն էլ իրենց շահերն են հետապնդում, սա պետք է հասկանալ։ Ասեմ, որ ասենք իրականում Հայաստանի Հանրապետության ամենաթանկ էլեկտրաէներգիան, որը արտադրվում է, պատկանում է հենց ջեկին, ջերմաէլեկտրակայանին։ Եթե ասենք 10 տարի առաջ, երբ արևայինը դեռ չկար, հայկական էլեկտրոցանցերի արտադրված էլեկտրաէներգիան հավասար բաշխում էր ջեկի, ատոմակայանի եւ հիդրոյի միջև, այսինքն 1/3, հիմա մոտ 43%-ը, այսինքն գերակշռող մասը արտադրվում է ջեկի կողմից եւ այն ամենաթանկ էլեկտրաէներգիան է Հայաստանի Հանրապետությունում եւ հիմնականում թանկացումները դրանով են պայմանավորված։ Հիմա այստեղ պետք է ու ջեկը հիմնականում արտադրվում է Ռուսաստանից եկած գազով։ Այսինքն եթե Ռուսաստանից եկած գազը թանկանա, ջեկի էլեկտրաէներգիան թանկանալու է եւս եւ ամբողջ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիան թանկանալու է։ Այստեղ ասենք հիդրոն բավականին էժան է, կոպեկներ են արտադրությունը, ատոմայինի արտադրություններն էլ բավականին էժան է, կոպեկներ են։ Իրականում ատոմակայանը, եթե ճիշտ է կառուցվում, բավականին կանաչ ու ամենաարդյունավետ էլեկտրաէներգիայի ձևերից է։ Սակայն մեր ատոմակայանը արդեն բավականին հին է եւ այստեղ էլ նույնպես վարակույրի հետևը պայքար է գնում Ռուսաստանի եւ կոլեկտիվ արևմուտքի Ամերիկայի միջև, թե ով է կառուցելու Հայաստանի Հանրապետությունում այդ էլեկտրաէներգիան։ Եթե ինձ հարցնեք, վերջում գալու են չինացիները կառուցել։ Ինչու՞։ Հա, տենց, որովհետեւ բանը ներդրում է պահանջել, չգիտեմ, տեսնենք։ Այսինքն որպես կիսակատակ բանը այդպես է, չէ՞, եթե երկու հոգի մի, ասենք, ասենք փողոցում երկու հոգի բազար են անում մի աղջկա համար, վերջում այդ աղջիկը երրորդի հետ է պատահում, տենց որպես կատակ։ Դե մեջ գուցե էներգետիկ անվտանգության տեսանկյունից, եթե դիտարկենք, ապա պետք է առաջնորդվել նաև գուցե քաղաքական շահերի տրամաբանությամբ։ Կարող է այստեղ էլ դիվերսիֆիկացիան որոշակի տրամաբանություն ունի, ատոմակայանը պիտի արդիականացվի եւ այստեղ այլ խնդիր է կա, որովհետեւ եթե ասենք քաղաքական բաղադրիչ այս ամեն ինչի մեջ այսպես ասած վարակույրների ետևից դուրս գա եւ ջրի երես գա, ապա կարող ենք մենք հանգել նրան, որ Ռուսաստանից եկող գազի գինը բավականին կարող է բարձրանալ, ճիշտ է, դա ֆիքսված է, մենք հստակ գինով ենք առնում, բայց հնարավորությունը դրա կա է։
եւ էլեկտրաէներգիայի գինը բարձրանա։ Դրա համար սա բավականին դելիկատ հարց է եւ այստեղ իրականում կողմերը բավականին շատ են եւ այս քայլին պետք չէ հապճեպ մոտենալ, պետք չէ, ասենք, զուտ ինչ որ քաղաքական նկատառումներով, զուտ քաղաքական, ասենք, միավորներ չկորցնելու տենդով պայմանավորված այսօր վերցնել եւ, ասենք, ասել ազգայնացում է հեծը կամ ինչ որ քաղաքական պայքարով նկարված ինչ որ որոշ մարդկանց բանտարկում է դա երկարաժամկետում հստակ ություն չի բերում եւ լավ բաների կարող է չբերել, որտեվ պետք է ուժեղ մարդիկ պետք է երկարաժամկետ կարողանան ռազմավարություն դնել եւ հետեւել այդ ռազմավարությանը։ Այս պարագայում հիմնական ամենալավ ռազմավարություն այն է, որ հասկացի, որ ապագայում էլեկտրաէներգիայի պահանջարկը կարող է 2 անգամ աճել եւ ըստ այդմ այնպես անել, որ ներդրումներով, ապագա քայլելով այնպես անել, որ հետցի հիմնական կառավարումը լինի պետության ձեռքում։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, զրուցակիցս տնտեսագետ տվյալ.com հարթակի հիմնադիր Աղասիթ Հավատյանն էր։ Նախորդին հեծի ազգայնացման թեմային է անդրադարձել նաև Սամվել Կարապետյանի եղբորորդին Նարեկ Կարապետյանը, ով նաև հեծ տնօրենների խորհրդի նախագահն է։ Պետությունը լավ կառավարիչ չէ, աշխարհում 200 երկրից միայն 2 երկիր է, որ ազգայնացրել են էլեկտրական ցանցերը։ Այս մասին նա նշել է Facebook-յան էջում գրառմամբ։ Պետությունը լավ կառավարիչ չի։ Աշխարհում 200 երկրից 2 երկիր են ընդհանրապես ազգայնացրել էլեկտրական ցանցերը, ունենք փոխնախարարի հաստիկ ու չունենք փոխնախարար։ Եթե դուք տեսնում եք վթար, շատ մեծ քանակի բնակչություն է անջատվում, դա չի կարող լինել հեծը։ Ունենք սխալ։ Բոլոր ենթակառուցվածքային ընկերությունները իրենց ծառայությունների գները բարձրացրել են։ Մենք համարյա թե նույն սանդղակի վրա ենք սկսեցինք ներդրումներ անել տարին 100 միլիոն դոլար, պետությունը ասել է կրճատեք, մենք չենք կրճատել, տարին 3-4 միլիոն դոլար մեր գրպանից այդ աշխատանքները մարդկանց տալիս ենք։ Մենք կարանք չէ գուշակենք ինչա լինելու հետո։ Եվ այսպես, ինչ ռիսկեր է պարունակում հեծի ազգայնացումը, դրանով Հայաստանի էներգետիկ անկախությունը կամրապնդվի, թե նոր խնդիրներ կունենանք։ Կկարողանա պետությունը ավելի արդյունավետ կառավարել այն, քան մասնավորը, կկարողանա պետությունը մեծ ներդրումներ ներգրավել ու արդիականացնել հեծը։ Այս եւ այլ հարցեր կքննարկենք էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանի հետ։ Ողջույն, պարոն Ավետիսյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես, այս գործընթացը, պարոն Ավետիսյան, ինչ տրամաբանությամբ ենք դիտարկում, հա, նախ սկսենք ազգայնացման հնարավոր ռիսկերից եւ գուցե առավելություններից։ Իրականում, եթե միայն մասնագիտական տեսանկյունից նայենք, պետք է հասկանանք, որ ես դա շատ եմ ասել նաև վերջերս դեր տաղավարում, որ ցանկացած էներգետիկ ոլորտի փոփոխություն, քաղաքական որոշում, ցանկացած քաղաքական որոշում եւ դրանից բխող ենթադրյալ փոփոխություն պետք է հիմնված լինի մասնագիտական վերլուծությունների հիման վրա։ Առաջերտ եթե խոսում ենք էներգետիկ համակարգի, նշանակում է էներգետիկ ոլորտի վերլուծությունների վրա։ Առավելությունների մասին հիմա շատ դժվար է գնահատել, որովհետեւ հայաստանյան փորձ ըստ էության չունենք, իսկ այ միջազգային փորձը կարծես թե դուք էլ ձեր նախնական խոսքում ասացիք, առանձնապես ոգևորիչ չի, իսկ բանի տեսանկյունից էներգետիկ իմաստով գործ ունենք կայացած համակարգի հետ, բնականաբար իր թերություններով ու առավելություններով հանդերձ, հետևաբար ցանկացած քայլ, որը որ իրականացվում է, պետք է հիմնված լինի խորքային էներգետիկ իմաստով վերլուծության վրա, եւ եթե այնուամենը գնում ենք այդ ճանապարհով, այդ վերլուծությունը պետք է լինի այնպիսի անխոցելի կամ մոտ անխոցելիության
որպեսզի որևէ շահառու չկարողանա այնուհետև դա կասկածի տակ դնել։ Այս պահին դեռևս այն ինչ որ մակերեսին է, այն որ հրապարակային է, ցավոք սրտի տպավորություն ինձ մոտ չի թողնում։ Իսկ մենք կարող ենք դիտարկել Հայաստանի էներգետիկ անկախության կամ էներգետիկ դիվերսիֆիկացիայի տրամաբանության մեջ, հա, օրինակ նույն ատոմակայանը, որ քննարկումներ են գնում այդ թվում եւ արևմուտքը ներկայացնող երկրների, մասնավորապես նաեւ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման հարցում։ Գուցե սա հենց այդ էներգետիկ դիվերսիֆիկացիայի, այսինքն էներգետիկ անվտանգության, անկախության տրամաբանության մեջ կարող ենք նայել։ Եթե մենք նայում ենք քաղաքական տրամաբանության մեջ, ես քաղաքական տրամաբանության մեջ այս պահին կարծում եմ իմաստ չունի անդրադառնալ, որովհետև եթե էներգետիկ տեսանկյունից դիվերսիֆիկացիայի իմաստով մեր համակարգ, էներգետիկ համակարգ առհասարակ բավականին դիվերսիֆիկացված է ու էներգետիկ կամ տեխնիկական իմաստով շատ եվրոպական անգամ երկրներ կերազային մեր նման դիվերսիֆիկացված էներգետիկական համակարգ ունենալ։ Քաղաքական մասով զերծ մնամ։ Բայց ատոմակայանի մասով դուք շատ կարևոր բան եք ասում, ճիշտ է նորին էր ձեր ասածը վերաբերվում, բայց մի կարևոր բան մեր մեծամորի ԱԵԿ-ը եւ հետագայում նաեւ դաստորենության հայտարարության նոր էներգաբլոկը կամ էներգաբլոկները անկախ թե որ պետության կամ որ կազմակերպության հետ համագործակցություն կլինի, պետք է լինի պետական ու համադրել ու համատել ատոմակայանը այս կամ այն բաշխիչ ցանցի հետ իմ համար զուտ մասնագիտական իմաստով այդքան էլ ուղղակի համատելի չեն, որովհետև ատոմակայանը ինքը գեներացնող հզորություն է եւ շատ կարեւոր ռազմավարական նշանակություն ունի, իսկ բաշխիչ ցանցերի իմաստով դա ավելի շատ կառավարման պետությունը որպես ուղղորդող դերի ֆունկցիա ունի նաև օրենսդրությամբ սահմանված կարգով եւ հետեւաբար ձեր նշած եւ էներգետիկ անվտանգության եւ միգուցե անկախության իմաստով պետության կարգավորիչ դերը շատ ավելի կարեւոր է, քան այս կամ այն ուղղությամբ դիտարկումներ անելը իմ կարծիքով, որովհետեւ այս կամ այն ուղղությամբ դիտարկումները անգամ եթե դա պետական է այս կամ այն կառույցը, եթե ինքը արդյունավետ չկառավարվեց կամ արդյունավետ վերահսկողություն չիրականացվեց, այդ վտանգը լինելու է այնուամենայնիվ։ Իսկ այդ պետական լինելու հանգամանքը, հա, էլի պայմանավորված է զուտ առաջնային անվտանգային գործոններով։ Ну, գաղտնիք չի, որ նախաձեռնողների ուղղակի հայտարարություններով, այսինքն դա իմ ընկալումը չի, դա արդեն հրապարակային եւ ուղիղ տեքստով ասում է, որ այդ պետականացման կամ ազգայնացման նպատակը կամ հիմնական դա քաղաքական է։ Բայց եթե դա, այսինքն դա այդ տեսանկյունից դա ոչ թաքցվում է, ոչ էլ։ Հիմա ստեղ ուրիշ խնդիր կա։ Եթե մենք ունենք մի տնտեսվարող կազմակերպություն, որը համակարգային կարևոր նշանակություն ունի ընդհանուր էներգետիկ համակարգի, կարևոր չէ այդ կազմակերպության անվանումը, կարևոր չէ այդ կազմակերպության սեփականատիրոջ անունը, կարևոր է թե այդ համակարգ, այդ կառույցը ինչ դեր ունի ընդհանուր էներգետիկ անվտանգության տեսանկյունից շատ կարևորագույն դերերից մեկը ունի այդ կառույցը որպես այդպիսին, որպես ենթակառուցվածք սպասարկող, ես կասեի քրիտիկական ենթակառուցվածք շահագործող կառույց։ Հետևաբար ստեղ խնդիրը այն է, եթե պետական, այսինքն մասնավոր սեփականության իմաստով, դա ներդրումային գրավչության իմաստով բավականին վտանգ է ներկայացնելու եւ պարզ է, որ եթե պետականացվեց, պետության համար դա մեծ բեռ է լինելու տնտեսական իմաստով ու շատ երկար պետությունը չի կարողանալ բեռի վրա տանել կամ պետք է նորից գնա ոչ երկար ժամանակ, դա անխուսափելի է ուղղակի, կամ նորից որոշ ժամանակ հետո պետք է գնա մասնավորեցման ճանապարհով, կարող է որոշակի պետական մասնաբաժին պահվի, ասենք 15-20%, բայց 100% պետական դա բացառվում է, հիմիկվանից արդեն բացառում է որ մնա, եթե գնացինք այդ ճանապարհով, դա արդեն գալիս է տնտեսական ներդրումային գրավչությունը, այն կազմակերպությունը, որը եղել է X սեփականատիրոջը, հիմա առաջարկի Y սեփականատիրոջը, կամ այդ Y սեփականատիրը պետք է մի այնպիսի ազգային մտածելակերպի մարդ, որը չնայելով տնտեսական նպատակահարմարությունը այդ ներդրումը անի, այդ բեռի վրա վերցնի, կամ պետք է լինեն քաղաքական ինչ-որ շահագրգռվածություն ունեցող հայաստանյան կամ ոչ հայաստանյան ներդրողներ, որոնց համար ոչ թե կարևոր տնտեսական էֆեկտն է, այլ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, որովհետև պարզ է քրիտիկական ենթակառուցվածք սպասարկող շահագործող կառույցում ունենալ կարևոր մասնաբաժին, դա մեծ քաղաքական ազդեցություն է ունենում։ Հետևաբար մի քանի քայլանի կոմբինացիա պետք մտածել, մինչև այս քայլը կատարել։ Բոլոր հնարավոր սցենարները արդյոք դիտարկվել են թե ոչ, այդ սցենարները մոդելավորված են թե ոչ, այդ սցենարների պարագայում ինչ ռիսկեր կան, այդ ռիսկերը ոնց է հնարավոր չեզոքացնել, այդ բոլորի վերլուծությունների պարագայում է միայն հնարավոր խոսել այս
գործընթացը արդարացված է թե ոչ։ Ես առնվազն չեմ տեղեկատում նման ինֆորմացիայի, որ բոլոր սցենարները վերլուծված են, այս սցենարների բոլոր ռիսկերը չեզոքացված են, կամ գիտենք թե ինչպես են չեզոքացնել։ Կարող է ես չեմ տիրապետում, բայց մակերեսային հրապարակային դաշտում տեսանելի չի։ Պարոն Ավետիսյան, դուք եք շեշտում քաղաքական բաղադրիչը կամ հիմնական նպատակը, ինչպես դուք ձևակերպեցիք, իսկ դա ավելի շուտ արտաքին քաղաքական բաղադրիչ է կամ նպատակ է, որովհետև մենք գործ ունենք մի առանցքային նշանակության ենթակառուցվածքի հետ, որը գույք պարտքի դիմաց գործարքով անցավ ռուսական կողմին, խոսքը Հրազդանի ջերմաէլեկտրակայանի մասին։ Եթե մենք Հրազդանի ջերմաէլեկտրակայանը կարծում եմ այլ տրամաբանության մեջ է պետք դիտարկել, Հայաստան էլեկտրացանցերը այլ տրամաբանության մեջ, միգուցե տեսաբական ադրը նույնն է, կամ գործարքը ժամանակին 2000-ականների սկզբին նույն գործարքի տրամաբանության մեջ է եղել, բայց այնուամենայնիվ դրանք համակարգի տարբեր տարրեր են եւ այսպես ասած ռեզիդենտին կամ իրավաբանական անձի նույնն է։ Ես չէի նույն հարցության մեջ, որտեղ Հրազդանի ջեկը, որը խորհրդային միությունից մնացած ու դա գաղտնիք չի նույն մասնագիտական տրամաբանության մեջ, ինքը արդյունավետ կայան չի արդեն ներկա իրավիճակում, ու ինքը առանձնապես չի աշխատում, որովհետև Հրազդան ջեկը, հրաշ ջեկի մասն է խոսքը, հին ջեկի մասն է խոսքը, որ Հայաստանում արդեն կա Երևանում 2 ջեք, որը շատ ավելի արդյունավետ է եւ տեխնոլոգիապես եւ մնացած իմաստներով, եւ ըստ էության հրաշ ջեկը իրականացնում է պահեստային ամատանգային ֆունկցիա, այսինքն առանձնապես մեծ դերակատարում, հետևաբար եթե կանխելով կամ կանխած գալով ձեր հնարավոր հարցը տակագնի մնացածի իմաստով, ինքը մեծ լուրջ ազդեցություն չունի, ինքը զուտ մեզ համար տվյալ պահին ամատանգային բարձիկ է, ի տարբերություն հետի, որը ըստ էության դա կարևոր բաղադրիչ է, այսինքն հրաշ ջեկի թե ինչպես է անցել, ոնց է անցել, հիմա ինքը որևէ ձևով ինքը չի ազդում, որովհետև այն հզորությունները, որ ժամանակին նախագծվել, կառուցվել են, այդ հզորությունները հիմա անգամ տիրապետելի չեն, որովհետև ելի կրկնեմ հատուկ, որ արդյունավետ չի եւ օբյեկտիվորեն ինքը չի շահագործվում, առավել ևս ներկա այս երբեմն ոչ գրագի տարեվային էներգիայի զարգացման տրամաբանությունը վերել է նրան, որ անգամ այդ արդյունավետ երկու ջեկը, Երևանի ջեկը, Power-ը, որը որ Երևանի ջեկի կողքն է կառուցված, Երևանի երկու ջեկերը կառուցված, երբեմն անգամ դրանք չեն աշխատում։ Հետևաբար ջեկի ազդեցությունը վերադառնալով սկզբին նվազագույնն է ընդհանուր էներգետիկ համակարգի անվտանգության իմաստով առավել բացասական ազդեցություն։ Շատ լավ, իսկ սրա քաղաքական հետցի բաղադրիչը ներքին է թե արտաքին։ Ինձ թվում է ավելի ճիշտ կլինի այդ հարցին պատասխանել նախաձեռնողները, ինչու է այս ամենը գնացել։ Բոլորս ունենք որպես քաղաքացի ամենքս ունենք մեր կարծիքը, բայց քանի որ ես դες մոտ հիմա որպես փորձեներգետիկ անվտանգության փորձագետ եմ ելույթում այլ ոչ թե որպես Հայաստանի քաղաքացի, թույլ տվեք փորձագետից չվերածվեմ քաղաքացու գոնե այս բանը։ Շատ լավ, պարոն Ավետիսյան, այսինքն հիմա խնդիրը նրանումն է, որ մենք կարիք ունենք հեծի արդիականացման, հա, անկախ նայած դա մասնավոր է թե ազգային է, այն պիտի արդիականացվի, ելնելով մեր էներգետիկ անվտանգությունից, մեր գուցե աճող պահանջարկից։ Միանշանակ, դա ոչ մեկ չի կարող եկել, որ հետ ցանկացած էներգետիկ երթակառուցված, ես միշտ խոսում եմ, երբ որ խոսում եմ էներգետիկ անվտանգությունից, առաջնահերթ դերը տալիս եմ առավելս Հայաստանի պարագայում հենց ենթակառուցվածքային բաղադրիչին։ Եթե որևէ հաշվի առնելով օրինակ կոնկրետ Երևանի պարագայում այս լայնապաշտպան շինարարությունը, եթե բաշխիչ թանձերը էլեկտրական չզարգանան, չմոդերնիզացվեն հզորությունն ու թողունակությունը եւ այլ տեխնիկական բաների մեջ չմտնելով չհամապատասխանեցվեն նախարար իրավիճակին, դա դժվար է լինելու ցանկացած պարագայում եւ ընդհանուր հանրապետության մակարդակով այնուամենայնիվ մենք ունենք մարզերում առավելս գյուղական շրջաններում տարածքներ, որտեղ դերևս ենթակառուցվածքները բավականին հին են, հնացած են դրա հետևանքով որոշակի դժվարություններ ու բարձրություններ լինեն։ Սա որևէ կերպ ուղղակի անգամ կապ չունի պետականացման կամ չպետականացման հետ։ Այն որ ցանկացած բաշխիչ ցանց պետք է արդիականացվի, մոդերնիզացվի եւ հզորությունները համապատասխանացվեն, ցավոք սրտի նաև դա բախտն է, բոլորիս բախտը բերել է, որ մեր բնակչությունը այդ էներգետիկ իմաստով է բախտը բերել, բայց ռազմավարական իմաստով բնականաբար շատ վատ է, որ այն աճը չունենք էլեկտրոէներգիայի սպառման, որը որ կա, իսկ այն սպառումը, որը որ օրինակ ցանկալի էր, որպեսզի Հայաստանը ունենա թռիչքաձև զարգացում, ինչպես ժամանակին ասում էին, այդ պարագայում առհասարակ մեր ժամանակը պետք է շատ ավելի զարգացնել։
Այն ինչ որ ես ամենասկզբից ձեզ հետ զրուցելիս ասացի, արդյունավետության բարձրացման, արդիականացման հարցը պետք է որ առաջ լուծվի, բայց իմ կարծիքով դա որևէ կերպ կապ չունի այս գործընթացի հետ ուղղակիորեն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ։ Զրուցակիցս էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։